հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է Ձինայեթ նախագիծը։ Եվ ինչպես միշտ Կոպովնյան ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, ունեմ շատ սպասված հյուրեր, որոնք ներկայացնելու են նոր տեսալովակ։ Նրանց մասին րոպեներ անց, որովհետև այս պայն ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում, լավ մարդկանց հարազատների շրջապատում, աստծորնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսալովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Ժպտաց, կես տեսա հանգած, մի պահթված, սիրտը իմ դողաց, անմեղ սիրով, անավարդ հույսով, ուզում եմ, որ երդվեմ այսօր քո անունով, երազում արդու, աղոթում եմ ես թաքուն, սենը մեր անհում, չունենա ավեր այս կյանքում, երազում արդու, Ապրել, ինչպես սիրել նվիրվել Երազում արդու, աղոթում եմ ես թաքուն Սերը մեր անհում, չունենա ավեր այս կյանքում Երազում արդու, աղոթում եմ ես թաքուն Որ երբեք կյանքում չունենան կյանքում Երջանիկ եմ ես, որ գտա ես սենց քեզ Երազում արդու, աղոթում եմ ես թաքուն Սերը մեր անհում, չունենա ավեր այս կյանքում Երազում արդու, աղոթում եմ ես թաքուն Որ երբեք կյանքում չունենան կյանքում Երազում արդու, աղոթում եմ ես թաքուն Սերը մեր անհում, չունենա ավեր այս կյանքում Երազում արդու ավելի մոտ նստեք, ձայնը բարձրացրեք, որովհետև Կոպովնայի թողարկումը սկսել ընթացքի մեջ է, իսկ ես պաշտում եմ, երբ որ ինձ մոտ տաղավարում լինում է երիտասարդությունը։ Նրանց հիմնականում արդեն մականուն ունեն եւ ասում են սերեշ, իսկ նրանք ներկայացում են ամբողջությամբ Love Project-ը։ Եվ Love Project-ը բավականին լուրջ բենդ է, թիմակիցներ կան, բայց այս պահին ես որոշել եմ ինձ մոտ տաղավարում լինեն բացառապես մեներքիչները։ Ըստ հերթականության ասեմ, որ Love Project-ի դեմքեն են ինձ մոտ Շուշանը, Դավիթը, Ֆլորան եւ Լիաննան բարյոր բալիկներ ջան։ Ոնց եք։ Շատ լավ, ոնց ես մոտ ենք արդեն շատ լավ։ Լավ է սկսել, ինչ լավ է սկսել։ Ուրեմն արդեն համացանցը ողողված է, որ Love Project-ը շատ սիրուն տեսահոլովակ է նկարել, բայց միջև ձեր տեսահոլովակ, այսպես ասած Շուշ ջան, որ ասում է պրեմիերան լինել է, ազգի կեսը որտեղ որ նկարանման դիմաց կանգնած էր, ձեզ բոլորից համացանցով տարածել էր Instagram, որ տեսեք, հենց հիմա այստեղ նկարանում է գնում։
Ես չգիտեմ որքան եք կարողանալու բոլոր իմ հարցերին պատասխանել, բայց կխնդրեմ նաև կիսել ամեն իր կարծիքը հայտնել եւ հիմա ասեմ, որ Love Project-ը որ ասում ավելացումներ կան էլի եւ հաճելի, քանի որ ես Շուշոյին ինձ մոտ տաղավարում արդեն հյուր ընկալել էի, Շուշեն որ մեծավարի, երիտասարդությունը կողքը տա, սկսեմ մինչև տեսահոլովակի պրեմիերայից թիմակիցների մասին կապ չունի նստած են բամբասենք։ Ոնց ես քեզ զգում երեխաների հետ։ Չեմ վախենա այդպես էլ կասեմ։ Երեխեքով լավ եք իրար հետ։ Շատ լավ ենք, ասել եմ, էլի կասեմ, որ իրանք նոր գույն էին մեր խմբում, մի հատ թարմություն է եկել, ինչը որ շատ դրական սենց գիծաբերել մեր խումբ, շատ հեշտ է իրանց հետ աշխատել, շատ թեթև են, շատ պոզիտիվ են։ Ձուլվել եք արդեն։ Այո։ Իսկ ձայնային տվյալներով են, որ իմը մի քիչ բարձրա, քոնը մի քիչ ցածրա, տենց բաներ կա, կարծրատիպեր չէ, մեր խմբում դա չկա։ Շատ լավ։ Իսկ Դավիթս էս պահին լրիվ հարեմի կարգավիճակով ես խորհրդում եմ, երբ որ մի տղայա լինում։ Օրինակ մի աղջիկ լինում է շաբլոնա, էլի, բայց որ տղեն մեկն է լինում, Ինձ էլ տենց ավելի հաճելի է։ Պրոդյուսերի հետ արդեն պայմանավորվածություն կաս, որ ես միակն եմ, եզակին եմ, տղա չի ավելանում։ Դե ինձ թվում է չի ավելանա։ Դրելադիրքերից։ Պայմանավորվածություն դեռ չկա, չէ, այդպեսի։ Ինձ թվում է չի ավելանա։ Իսկ ո՞նց է աղջիկների հետ որ Շատ լավ, դե հետաքրքիր է, որպես մեներքիչ տղա մենակ ես եմ։ Շատ հետաքրքիր անցնում, որովհետև եթե օրինակ տղաներ լինեին շատ ու մեկ աղջիկ, դա այդքան հետաքրքիր չէ լինի, ինչքան շատ աղջիկների մեջ մեկ տղա։ Բախտ է վիճակվել ինձ, այսպես ասած։ Չէ, բոլորին շատ եմ սիրում, շատ անմիջական են, դրական են։ Մեզ մոտ ամեն օր աշխատանքը սենց շատ հավես հետաքրքիր է անցնում, որովհետև երբ որ բոլորս խմբով իրար հետ ենք լինում, նու նշեմ, որ այս 4-ս չենք, բավականին մեծ խումբ ունենք մեր թիկունքում կանգնած։ Այո։ Բոլորի հետ շատ հետաքրքիր է ու խոսք չկա, ուղղակի սպասում ենք, թե մյուս փորձը, մյուս հրավերը, մյուս միջոցառումը երբ կլինի, որովհետև ուղղակի դրական տրամադրված բոլորս գնում ենք առաջ։ Արդեն փաստորեն ծրագիր կա, դուք սկսել եք աշխատանքի ծրագրի շուրջ, հա, հավաքում են երգեր, բայց այն որ նրանց առաջին համատեղ տեսահոլովակն եմ ներկայացնելու։ Մի հարց էլ Դավիթին անցնեմ աղջիկներին։ Ես գիտեմ, որ կա հատուկ ձևաչափ, ասում որ տղան մեկն է լինում, ինքը լինում է բավականին ջենտլմեն։ Իսկ երգի առումով ոնց են բաշխում ձեր պրիպևները, չգիտեմ, են որ ասում ես այս կուպլետն եմ երգելու, դու սա ոնց է լինում։ Չէ, մեր մեջ տենց խոսակցություն չկա, ես ես եմ, դու ես, բան, մենք հարազատի պես ոնց ուզենք այդ պահին։ Դուք 4-ը եք այդ մասին խոսում, թե Մեծան Գուրգեն Այվազյանը պետք է խաղալու։ Մեր մոտ հենց գլխավոր պայմաններից մեկը դա է, որ բոլորիս խոսքը կարևոր է, այսինքն Շուշանը միգուցե այնպեսի միտք արտահայտի, որ դա շատ կարևոր լինի բոլորիս համար, դրա համար լսելի է նրա ձայնը, աղջիկների ձայնը ընդհանուր, ու իմն էլ։ Շատ լավ, շփվեմ Ֆլորայի եւ Լիանայի հետ, դուք այս պայն սովորում եք ինչ-որ միտեղ։ Այո։ Եվ Պապաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում ենք սովորում։ Երկուսդ էլ։ Այո։ Երկրորդ եւ չորրորդ կուրս ենք։ Իսկ շատ եք հիմա դասերը բաց թողում փորձերի պատճառով։ Հիմնականում ուշ ժամեր է լինում փորձերը։ Հա, ինչ եմ ասում, տեսախցիկը ձերն է, ես էլ իմ եթերն է։ Ես ձեզ թույլ եմ տալիս, կարող եք հենց հիմա դասախոսների հետ շփվել, հասկացնել, որ դուք փորձերի եք։ Իմ կարծիքով շատերը են որ համերգային ծրագիր կամ ինչ-որ մի բան լինում է, առաջինը զանգում են իրենց դասախոսներին, չգիտեմ, դասատուներ են, որ եկեք տեսեք էլի ինչով ենք զբաղված, որ դասի չենք գալիս։ Չէ, տենց թեմա կա։ Շատ լավ, ես ուզում եմ համատեղ նաև աշխատանքի մասին ինձ պատմեք 4-ըդ էլ եւ երկի մասին եւ տեսահոլովակի եւ խնդրում եմ ներկայացնեք ընտղաներին, որ ապահովում են նաեւ երաշտական գործիքներով գժական թեմաները։ Շուշ ջան։ Ես խոսեմ երկից, մնացածը երեխեք կշարունակեն։ Լյուդվիգ Դուրյանի եւ Խաչատուր Ավետիսյանի Որտեղ գտնեմ քեզ երգն է, որը կարծում եմ էլի այն երգերից է, որ երբեք չի հնանում ու բոլոր ժամանակներում եւ բոլոր սերունդները դա սիրով լսում են։ Հենց դրա համար շեշտադրել էինք այդ ձևաչափի մեջ երգընտրել, որը բոլոր սերունդները կլսեն եւ սիրով կլսեն։ Կարծում եմ, որ ստացվել է, կարողացել ենք ճիշտ տեղ հասցնել, նոր ձևով, նոր շնչով։ Դավիթը միգուցե շարունակի մնացած։
Ասա դավ Դե ջանավելացումը։ ասեմ, որ երկի ընտրությունը որպես ես մարդ, ով նոր էր համալրվել այս կազմում, շատ կարևոր էր, որովհետև կարծում եմ, որ մեր հասարակությունում լավ երգերի հնչելու պակաս կա, իմ անհատական կարծիքը ուղղակի, ու երգը այնպիսի երգ էր, որ որակ էր թելադրում այսօրվա երաժշտական ասպարեզում, ու դա էլ էր ինձ համար շատ կարևոր, որ սկսեցինք այդ երգով հենց, որովհետև կարծում եմ, որ յուրաքանչյուր ոլորտում առաջին երգը հենց ամենակարևոր, որովհետև միշտ ես ասում եմ, երբեք հնարավորություն չի լինի թողնել տպավորություն այնպես, ինչպես առաջին անգամ։ Համաձայն եմ, ներկայանալի է պետք լինել։ Այո։ Շատ լավ, ինչ են ավելացնում աղջիկները։ Նկարահանման ընթացքից կարող եմ ասել։ Ասես թեր Նախ սկսեք անմիջական այնտեղից որտեղ եք նկարել։ կասկադում։ Հետո Մեր հայկական ամենագեղեցիկ վայրերից մեկը, որը Երևանի մասին շատ բան է թելադրում։ Այդ խառնաշփոթ կարգավիճակում մենք հասցնում էինք միմյանց հետ կատակներ անել, հումորներ Մեր անել։ էներգետիկան իրանք են ես բանում։ Մենք էներգետիկան ապահովելու համար ենք։ Իրանք խմբի ջահելությունն իրանք են։ Հետո Այդ նույնիսկ այդ ամբողջ նկարահանման ընթացքում այդ պահին հենց հումորները անպակաս էին ու դա շատ էր տրամադրություն էր բարձրացնում, էներգետիկան ավելի աշխույժ էր դարձնում։ լավ, ինչ է ավելացնում Ֆլորան։ Ես ու Լիանան բեք վոկալն ենք մեր գրուպայի, բենդի բեք վոկալն ենք, բայց ավելի շատ մենք ոնց որ ապահովում ենք տրամադրությունը, դրա համար մեր նկարահանումները այնքան հաճելի են անցնում։ Մեր նկարահանումները շատ հաճելի են անցնում ու ոնց որ եթե ինչ-որ մեկը դաժե տխուր է լինում, ես ու Լիանան միանգամից կատակ ենք անում, որ բոլորի տրամադրությունը բարձրանա, ու որ բոլորի տրամադրությունը բարձր է լինում, ավելի հետաքրքիր է անցնում ու ավելի հաճույքով ենք մենք նկարահանվում բոլորս։ Ես այդ թեման է, էլի որ ասում էի կասկադում այդ ընթացքում ձեր նկարարման գրեթե իմ ընկերներից շատերն էլ կային, ոնց պատտվում էի դուք էիք։ Այն որ ասում կլիպը ես գիտեի ոնց արդեն նկարվել է, այս տարբերակը։ Իրականում շատ էին, անգամ օտարերկրացիներ կային, որ այդ տարածքում շրջում էին, անդադ նկարում էին մարդիկ, ովքեր վայ, մեր սիրելի երգն է, տարբեր տարիքային էլի, բոլորը նկարում էին ու իհարկե դա շատ հաճելի է, էլի։ Այդ աուդիտորիան ա եղել ձեզ, այն որ համերգ եք ունեցել փաստորեն։ Իսկապես այո։ Շատ լավ, ձեր թույլտվությամբ կազմակերպենք պրեմիերան, այն որ ասում Հակոբովնան ջուրացեցում արդեն, այնպես որ այս Pine Love Project-ի նոր հաճելի տեսահոլովակը ներկայացնենք պրեմիերայի կարգավիճակում, վերադառնանք տաղավար եւ ամփոփում։ Սիրտս ստացվել է վարդի պես
անցան երամ բայց ես մենակ եմ այրվում եմ ես դու չես տեսնում կանչող կրակել քեզ չեմ տեսել ամբողջ տարի իմ արևարի աղնի թող դառնամ լացող աղբյուր քո ճանապարհի կյանք եմ ուզում որ սիրեմ քեզ որ չնայեմ տխուր ամբի որ մազերդ շողերի պես փռես իմ ճամփի վայլելելե վայլելելե աչքս արցունքով լցվել է ախովերն էլ չեն գտնում քեզ արի Սարցունքով լցվել է ախովերն էլ չեն գտնում քեզ արի շուտ արի 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 շուտ Դե ինչ 21 TV-ի եթերում տեղի ունեցավ տեսահոլովակի պրեմիերա, իդեպ ասեմ մի նեղվեք, եթե կեսից եք մեզ միացել, վաղը կրկնությամբ մենք եթերում ենք 13:00-ից, հետո YouTube եւ համացանց, բայց ամենակարևորը այս տեսահոլովակը վստահ կարող եմ ասել, որ 21 TV-ի եթերում բազմիցս հեռարձակվում է եւ արժե էլի մի քիչ են որ ասում պետք է հալալվել ականջ է հա լսելի լինի, որովհետև մի քիչ անորակ է հիմա որ շատ է, որակյաններին մի քիչ տեղ տվեք բալանսի գալու համար։ Իսկ դուք ապրեք լավ գործի համար։ Հարգանքներս իմ ընկերոջը Գուրգենին, որը խառը զբաղվածության հետ մեկտեղ նաև հասցնում է ունենալ բավականին լուրջ բենդ։ Երբ որ ինձ ասում են բենդ, ես միշտ ասում եմ կներեք դուք քանի անձով եք։ Այսինքն յուրաքանչյուրը իր բնավորություն ունի, իր կարծրատիպ ունի, այդ բոլորին համատեղելը նախ արդեն ձեր փորձը սկսելը, ես վստահ եմ ինչքան եք խոսում, ինչքան եք կատակ, սուրճ, միջև վենի մի քիչ տաքանում է բենդի ժողովրդի մասին, լե չեմ խոսում, այդ արդեն թեմայի մեջ է, այնպես որ ես գիտեմ դա ինչ է, եւ վստահ եմ սա առաջի գործն է, ուղղակի որ թեթև սկսեցինք, երևի թե Այվազյանի հետ խոսամ, ինձ թվում է դուք շատ շուտով ինձ մոտ տաղավարում կլինեք, բայց այս անգամ կներեք ես պահանջելու եմ, որպեսզի դուք ոչ թե նոր տեսահոլովակ ներկայացնեք, այլ ամբողջ բենդով, դուք գիտեք, ես ֆորմատային ունեմ, որ ինձ մոտ տաղավարում հյուրընկալում եմ բենդերին եւ լսում եմ արդեն իմ հետևորդ հեռուստադիտողների հետ կատարումներ, այնպես որ Հակոբովնայի համար մի քանի հատ լավ գործ կնախապատրաստեք, որովհետեւ շուտով ծրագրի ծնունդն է։ Մեծ սիրով։ Շատ լավ, իսկ ես այսքանից հետո ունեմ եւս մեկ հարց եւ ամփոփում ենք թեման։ Քանի որ այսօր շատ բազմաբնույթ է այդ ամենը, որ ասում եմ երաժշտական աշխարհը չեմ հասկանում ջազ երգողը ինչ է երգում, 6-8-ը ով է երգում լավ, ֆոլկլոր իրանից ինչ է ներկայացնում, խառը շատ է։ Գոնե այս ոչ այն առումով դուք գտել եք ոսկե միջինը
ինչ եք դուք ուզում ներկայացնել հանրությանը եւ ինչպիսին է ձեր ծրագիրը։ Ես գիտեմ, որ դուք հենց հիմա նաեւ պատրաստվում եք ոչ միայն համերգի, այլ նաեւ առիթներին էլ, չէ՞, հանդես գալ։ Այդ առիթների թեման եմ ուզում սկսենք, որովհետեւ քանի որ մեր թողարկումները ավելի շատ նայում են ռեստորանային համալիրները, մյուզիկ հոլերը, եւ միշտ տնօրենները ասում են «Ձինջան ինչ կա, մի հատ նայեք ամբողջ թիմով բերե նստացրել եմ, նորություն եկել է իր ոտով ամբողջությամբ ինձ մոտ»։ Կա արդեն այդ այն ուրախ առիթների ծրագիրը, ոնց եք պատրաստվում։ Այո, արդեն կա։ Այստեղ կխնդրեմ մեր պրոդյուսերի հեռախոսահամարը գրվի։ Գրել խնդրում հեռախոսի համարը Գուրգեն Այվազյանի։ Արդեն ունենք շատ հրավերներ, ունենք շատ երգեր, արդեն ուղղակի չեմ ցանկանա երգերի մասին խոսեմ, կցանկանամ դա լինի անակնկալ բոլորի համար։ Արդեն ունենք շատ հրավերներ, շատ պրոյեկտների ենք մասնակցում արդեն իսկ։ Շատ նորություններ ենք ապագայում ունենալու, ցույց կտանք։ Կարևորը սիրված երգեր միանշանակ, որը նման առիթներին բոլորը սիրում են եւ սիրով ուրախանում են նման երգերի ներքո։ Շատ լավ, այսինքն մի ամբողջ փաթեթ արդեն պատրաստ է։ Գուրգեն, Մի բան ավելացնեմ։ ես էլ փաթեթի մեջ մտնեմ որպես Համեցեք, արդեն ցույց գրգռվեցի։ Լավ, շուտ Շեշտը ու մի բան էլ ոնց որ իրենց խոսքին ասեմ, ոչ թե կարևորը միայն նա թե ինչ ես երգում, այսինքն նույն երգը կարող են տարբեր խմբեր օրինակ երգել, այլ ինչպես ես դա մատուցում։ Լավ։ Այդ մատուցման ձևն ենք ընտրել, օրինակ այս երգը ոնց մատուցենք, որ ավելի սիրուն ընկալվի։ Միգուցե այդ երգը մի քանի տեղ նույնությամբ լսեն, բայց դու կարողանաս այնպիսի ձևով, նենց ձևաչափով ներկայացնես, որ հաճելի լինի, ասեն, այս շատ լավն էր։ Ու ինքը երկար կյանք ունենա ու բոլորը բարբերաբար լսեն։ Առիթներին կլինի թե ուղակի մեքենայում օրինակ լսեն։ Շուշանը ներկայացնելու խնդիր չունի, ես որպես իր հետ երգող կասեմ, որ մեծ բավականություն եմ ստանում իր հետ երգելու ժամանակ։ Ես ինքս Շնորհակալություն։ Օգնում եք իրար։ Դե տեսողակից արդեն հասկացանք, այդ արդեն པարզ ինձ է։ թվում է խմբի գաղափարը դրանում է, ոչ թե անհատ լինի ես ինքը, այլ մենք։ Մեկ ընտանիքի պես։ Շատ հայտնի պրոդյուսեր, որը բավականին լուրջ դեմք է։ Ես կարող եմ բարձրաձայնել Գյումրեցի հայտնի իմ ընկերը Ռուբենը Մխիթարյան միշտ ասում է «Ձին, եթե բենդ են, ուրեմն պետք է բենդին ճանաչել, ոչ թե անհատ կամ գիտար նվագողին կամ մեներկչուն»։ Դրա համար երևի թե այն որ ասում է Հայտ Project-ը աշխատեց նրա համար, որովհետև ասում ենք Հայատ, հասկանում ենք ամբողջ պետ։ Հասկանում ենք Love Project, լավագույնները ինձ մոտ տաղավարում են, մնացածը արդեն դուք կհասկանաք բնականաբար, երբ որ հետևեք նրանց գործունեությանը։ Այնպես որ ես վստահ եմ, որ հենց հիմա նաև դուք կներխուժեք Love Project-ի Instagram-ը կհասկանաք, թե ոնց է նաև ցկցկում կարող եմ ասել իրենց փորձի ժամանակ, ինչը որ շատ կարևոր երևույթ է։ Ես կարող եմ միայն ավելացնել, որ ապրեք, շատ շնորհակալ եմ ձեզ։ Մենք ենք շնորհակալ հրավերին։ Հյուրընկալու համար հարգանքները Գուրգենին Այվազյան, ես յուրաքանչյուր հարցում նրա կողքին եմ, ստորագրում եմ գրեթե բոլոր նախադասությունների տակ, որ եթե դուք շատերդ նրան նոր եք ճանաչում, ասեմ, որ բավականին արդեն 20 տարուց ավելի նայում ընկերն է ու միշտ հեռուստաընկերությունում է, բայց որ այսքանից հետո նա հասցնում է ունենալ բենդի այդ աշխատանքներ, կներեք դա լուրջ է։ Իսկ դա կհասկանան բոլոր այն մարդիկ, ովքեր որ բենդի շրջանակներում են միշտ համագործակցում, այնպես որ ձեզ հաջողություններ, շատ փող, ընտիր հովանավորներ եւ ամենակարևորը պատրաստվեք, որովհետեւ ոչ միայն Ձինայի հետ նախագծի ծնունդն է, Հակոբովնայի ծնունդն էլ հույսով կգաք, նորմալ իմ համար կերքեք։ Սիրով։ Մենք ենք շնորհակալ։ Այն որ ասում է ամեն մեկը պետք է իր ծառը ջրի։ Ես ինչքան էլ հյուր եմ ունենում, ում ուզում եմ ինձ մոտ լինի տաղավարում լինում է, բայց ում ուզում եմ նաև առօրյա կյանքում իմ կողքին լինեմ, ծնունդ եմ կազմակերպում, գալիս են այնպես որ եւ դուք արդեն հասկացաք, որ միջև հիմա ձեզ այդ Love Project-ի լավերն էին եւ իհարկե ձեր Ձինա Հակոբովնան ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում բարին ձեզ։ Աչքերիս առաջ պատկերն է քո Գիշեր ցերեկ թերեկո Ու հիմա նստած մենակ մոլոր Երազում եմ քեզ տեսնել մի օր Աչքերիս առաջ պատկերն է քո
ինքս կորցրել եմ քո սիրուց Կորցրել եմ ինքս ինձ վաղուց Ես կամ հոգիս եմ